Ժողովուրդ օրաթերթը գրում է. Վերջին օրերին իրավապահ համակարգի գործողությունները հերթական անգամ հանրային տարակուսանք են առաջացնում։ ԿՊ պատգամավորին հովանավորում է գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, իսկ այլախոհներին պատժում նույնական արարքի համար։ 2026 թվականի հունվարի 31-ին ոստիկանության միջոցով ծանոթագրեր են հանձնվել Մայրաթորի Գերագույն հոգևոր խորհրդի մի շարք եպիսկոպոսների քննչական կոմիտե ներկայանալու համար։ Քրեական վարույթ նախաձեռնվել է դատական ակտի կատարմանը խոչընդոտելու հոդվածով, կապված Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանի, աշխարհիկ անունով Արման Սարոյանի գործի հետ, այսինքն դատական ակտը չկատարելու համար։ Այս ֆոնին ուշագրավ է, որ հասարակական քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն, դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռը չկատարելու հիմքով, բայց դատախազությունը ոչինչ չի անում, քանի որ խոսքը վերաբերվում է իշխող քաղաքացիական պայմանագիր խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանին։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. Վերջերս քաղաքական նպատակահարմարությունից ելնելով տարբեր հանդիպումներ են տեղի ունենում ռուսների հետ։ Մեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է ընդունելություն անցկացնում, մեկ խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանն է մեկնում Մոսկվա։ Նիկոլ Փաշինյանը սեփական հարգի տակ ընդունեց գործարար Վլադիմիր Եվդուշենկովին եւ արժանացավ թանկարժեք նվերի։ Գործարարը Փաշինյանին նվիրել է 400,000 դրամ արժեքով թեյի սպասքի հավաքածու, երկնագույն պսակ, պատրաստված գժել ասոցիացիայի կողմից, եզակի օրինակով բարձրագույն ճենապակոց եւ ոսկեզոծ։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. Նարեկ Գուրգենի Ամբարյանը երկար տարիներ զբաղեցրել է ղեկավար պաշտոններ Զանգեզուրի պղինձամոլիբդենային կոմբինատ ՓԲ-ում։ 2014 թվականի հուլիսի 1-ից նա եղել է կոմբինատի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ, իսկ 2018 թվականի մարտի 1-ից նաև խորհրդի անդամ։ Իրավապահների հաղորդմամբ Ամբարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, զբաղեցնելով ղեկավար պաշտոն, իր կարգադրիչ եւ այլ լիազորություններն օգտագործել է ընկերության շահերին հակառակ իր եւ այլ անձանց օգտին, ինչի հետևանքով ըստ մեղադրանքի ընկերության համար առաջացել են ծանր հետևանքներ։ Ժողովուրդ օրաթերթի հետ զրույցում Ամբարյանը չի ընդունել մեղադրանքը, պնդելով, որ գործել է իր լիազորությունների շրջանակում։ Հրապարակ օրաթերթը գրում է. ԿՊ-ում կադրային սովն այն մակարդակի է հասել, որ մերժված թեկնածուն կրկին առաջադրվել է եւ քաղաքական որոշում է կայացվել նրան ընտրելու։ Խոսքն ԱԺ առողջապահության մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնի համար Վանաձորցի բժիշկ Վանիկ Օհանյանի մասին է, որին եւ իր մրցակից Տրթած Սարգսյանին 3 օր առաջ իշխող ֆրակցիան չէր ընտրել, չէր երաշխավորել այդ պաշտոնի համար։ Անվավերների թիվն էր մեծ եղել, առնվազն 8 հոգի ընտրել էր 2 թեկնածուին էլ եւ քվեարկությունը տապալվել էր։ Հիշենք, որ այս պաշտոնը թափուր է Հռիփսիմե Հունանյանի հրաժարականից հետո։ Հրապարակ թերթը գրում է. Վաղաշաբաթում 3 տեղի ունեցած խուզարկությունների եւ 10 հոգու ձերբակալության գլխավորը, ըստ մեր աղբյուրի, նորընտիր համայնքապետ Արգիշտի Մեխակյանն է։ Ավականու ամենամեծ ընդդիմադիր խմբակցության ղեկավար Սևակ Խաչատրյանի թիմակիցների ձերբակալության հիմքում թեպե դրել է նոյեմբերի 16-ի ընտրություններին մարկանց ուղղորդելու մեղադրանքներ, սակայն պարզ է, որ նախընտրական բռնաճնշումներ են սկսել ընդդիմության աչքը վախեցնելու նպատակով։ Ասում են Մեխակյանն է ղեկավարությանը համոզել, որ հիմիկվանից պետք է զբաղվել ընդդիմադիրներով, թույլ չտալ, որ ընտրություններին ընդհանրաճ ակտիվանան։ Հրապարակ թերթը դեռ շաբաթներ առաջ էր գրել, որ Սամվել Կարապետյանի հիմնված ուժը կոչվելու է Ուժեղ Հայաստան, բայց վարչապետի թեկնածուի հարցում թիմը դժվար ընտրության առաջ է կանգնած։ Ըստ ամենայնի կհայտարարեն, որ դե-ֆակտո ղեկավարը Սամվել Կարապետյանն է, որն օրենքով վարչապետի թեկնածու առաջադրվելու իրավունք չունի, քանի որ երկքաղաքացի է, իսկ դե յուրե թեկնածուն կլինի նրա եղբորորդին Նարեկ Կարապետյանը։ Բանն այն է, որ մեր ձևովում հասկանում են, շարժումը ստեղծվել է Սամվել Կարապետյանի անձի շուրջ։ Նա է, այսպես ասած, գլխավոր հերոսը, եւ հարությունն ընկալում է նրա անմիջական մասնակցությունը իշխանափոխությանը, բայց եթե նրա թեկնածությունն առաջ բերելն այս փուլում անհնարին է, իրենց ուժի հաղթանակից եւ օրենսդրական փոփոխություններից հետո կդառնա հնարավոր։ Հրապարակ օրաթերթը գրում է. Խորհրդարանը 3 շուրջ 2 ժամ քննարկեց ՀՌՀ անդամ Հակոբ Հակոբյանի մշակույթի նախկին նախարար Հակոբ Մովսեսի լիազորությունները դադարեցնելու մասին Հայաստան խմբակցության առաջարկը։ Ընդդիմադիրները կարծում են, որ նա խախտել է չեզոքության եւ զսպվածության պահանջները, քաղաքական գնահատականներ հնչեցնելով ՀՅԴ-ի հասցեին։ Չնայած կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նկատառումներին, որ իսկապես վարքականոնի խախտում է տեղի ունեցել, ՀՊԱ-կանները անթաքույց պաշտպանեցին Հակոբ Մովսեսին։ Ըստ էության ցույց տալով, որ թքած ունեն անկախ կոչվող երկու մարմինների ՀՌՀ-ի եւ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի վրա։ Ըստ ամենայնի իշխող խմբակցությունը չի մասնակցի փակ գաղտնի քվեարկությանը եւ ՔՊ-ի սրտի քարոզիչ Հակոբ Մովսեսը կշարունակի իր գործունեությունը։ Իրինա Ատանյան, Օրագիր Նյուզ։